Պատվարժան դատարան, ես Վահագն Չախարյանին ճանաչում եմ 90-ական թվականների վերջերից, այսինքն նրա մասին լսել էի դեռ երբ որ Ջավախքում էր և երիտասարդական կազմակերպության մեջ և բարձրացնում էր այնպիսի հարցեր, ազգային հարցեր, Ջավախահայության վերաբերվող հարցեր Վրաստանի իշխանությունների առաջ ազգապահպան, կրթական, սոցիալական այսպիսի հարցեր էր բարձրացվում դեռ Ջավախքում հայության շահերն էր պաշտպանում։ Նրանից հետո շատ քիչ եմ հանդիպել, այդ տարիների ընթացքում շատ քիչ եմ հանդիպել Վահագնին, երբ որ արդեն Հայաստան էր, բայց ես տեսնում էի տարբեր ակցիաների, տարբեր ազգային այսպես ասած ես ընդհատեմ ձեզ, իրավացի են վարորդի մյուս մասնակիցները, դատարանի վարորդում կոնկրետ ին վարորդում, ես ասեմ, որպեսզի պարզ լինի, կա մեկ այլ քրեական գործ, այդ ձեր կողմից նշված հանգամանքները դատարանին հայտնի են դատարանին հանգամանքները։ Հիմա ես ինչ եմ ինքը Վահագն Չախարյանը մաքուր հայ գեն կրող, պատիվ ունեցող, արժանապատվություն ունեցող, ինքնասիրություն ունեցող մարդ։ Արժանապատվությունը հայի վերդասող և հայի ցավով տառապող մարդ։ Դա իր ամբողջ կյանքի գործունեության ընթացքում երևացել է։ Այս գործի բանով ես փորձեցի նայեմ ինչում նա ինքը մեղադրվում և ինչ բաներ կան նրա հետ։ Հաստացի 24 թվականի հուլիս ամսից նշվում էր, որ ինքը այդ Ավդալբեկյան 12 հասցեում է եղել, որովհետև ալե հավաքով վերում է, որ ինքը այդտեղ է եղել, իր հեռախոսը այդ մասերում է եղել։ Եկեք դա հիմնական դատալսումների ընթացքում բան կանենք, էլի։ Դե հիմա խափանման միջոցի փոխելու ժամանակ է։ Չէ, այս հարցերը, որ արտացում եք, հիմնական դատալսումների ընթացքում կհետազոտվեն, այսինքն ապացույցների ծավալը սպառելիս։ Եթե իր խափանման միջոցի հիմա չփոխեն, այն ժամանակ անիմաստել է ասել։ Ինչ եմ ուզում ասել, ինքը դեռ մենք Ավդալբեկյան 12 հասցե չտեղափոխված, արդեն բազմաթիվ անգամ ֆիքսվում էր, որ իր հեռախոսը այդ հասցեում է, և նրանից հետո է, և ինքը պատճառաբանել է, որ երեխաներին բերել է այդտեղ դպրոցն է այդտեղ։ Եթե դա է, ասենք, հիմքը, որ Չախալյանին ազատազրկման մեջ պահենք 8 ամիս, նրանից հետո էլի նորից էլի ազատազրկման մեջ, կավլիցի, արժանապատվություն ունեցող հայ մարդ է, նրա գենը, նրա երեխաները չի կարելի թողնել անտեր։ Իհարկե անտեր չեն, բայց ամեն պարագայում հոր հսկողությունից դուրս։ Վերջապես անչափահաս են նրանց կերակրել և դաստիարակել ապել։ Իսկ այս գենը դաստիարակել կարող է։ Դաստիարակված գենը կարող է դաստիարակել։ Հետևապես, հնես չի, որ, ասենք, այն մարդնա, որ փախչող է, պատսպարվող է, համաձայնվող է, պայքարող տեսակ է, մի հային մեզ պետք է, մեր ազգին պետք է պայքարող տեսակ։ Սրանց էլ բերեք ջարդենք, հետո տեսնենք ինչ ալինք։ Խնդրանքս թողնել վարչական հսկողություն, չբացակայելու արգել, թողնել, որ ինքը աշխատի իր երեխեքին պահի։ Հետո կյանքը գործը կգնա, մի օր կփակվի, էլի։ Շնորհակալ եմ։